Ես ուզում եմ անկեղծ ասել, որ ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված չունեմ մտավախություն, որովհետև առաջիկայում ակնհայտորեն եւ անկասկած Հայաստանը մեծ ներդրումային ակտիվություն է լինելու թրիփ նախագիծը իր հետևից ինքը արդեն միլիարդանոց ծրագիր է, բայց իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք եւ մենք այստեղ պետքա ավելի վստահ լինենք եւ ընդ որում նախորդող շրջանի մեր փորձը ինչա ցույց տվել, որ կարևորը փողը չի, կարևորը բովանդակությունն է։ Երբ որ մենք գիտենք ինչ ենք անում, ինչի համար ենք անում, այսինքն որոշված է մեզ անհրաժեշտ բովանդակությունը, փողի հարցը միշտ էլ լուծելի է։ Այսինքն ելի եմ ասում, մենք նախորդող շրջանում չի եղել մի նախագիծ, որ չենք արել այն պատճառով, որ փող չկա, որովհետև երբ որ կա անելիք, այդ անելիքը հստակ է, համաձայնեցված է եւ կա համոզմունք դրա բովանդակային ճշմարտության եւ արդարացվածության վերաբերյալ, մենք այդ նախագիծը պետք է անենք։ Իհարկե արժևում մենք պետք է մտածենք, թե ոնց ենք ներդրումային կոմիտեի աշխատանքները ակտիվացնում, մենք պետք է աշխատենք հիմա գալ են կետին, երբ որ բոլոր նախագծերը անցնում են ներդրումային կոմիտեում եւ դա նշանակում է, որ մենք շատ պիտի աշխատենք, որովհետեւ նախորդ ռեժիմը, որ ասենք մի քանի ամիսը մի անգամ ներդրումային կոմիտե ենք հրավիրում, դա չի աշխատի։ Բայց նաև մյուս կողմից էլ պետք է հասկանանք ամբողջ ինչ ծավալ ենք մենք ներդրումային կոմիտեում քննարկում, որովհետև ակնհայտ է նաև որ ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք ֆիզիկական պիտի ինստիտուցիոնալ ձևը փոխենք իրը կամ ուղղակի մտածենք թե ինչպես ենք աշխատում։ Այսինքն դա ամենալավ տարբերակն է, որպեսզի նախագծերը, մեծ նախագծերը բոլորը անցնեն ներդրումային կոմիտեով, այսինքն իմանանք որ նշաձողից վերև է, որ պետք է ներդրումային կոմիտեով անցնեն, որպեսզի քննարկումները լինեն լիարժեք եւ այդ ծախսերի մեջ մեզ տենց կասկածի տեղ չմնա, որ արդյոք մենք ճիշտ ենք անում, որ գնում ենք այդ ուղղությամբ։ Հետևաբար սա նույնպես եւ առաջիկայում այդ նշանակում է, որ հունիսի վերջին, հուլիսի սկզբին մենք պետք է ներդրումային կոմիտեի նիստ հրավիրենք եւ նաև համադրելով կառավարության նոր ծրագրի հետ, առաջնահերթությունների հետ, արդեն որը պիտի բխի քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրից եւ Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինից, մենք պետք է արդեն մինչև այդ նախագծի հիմնական տեքստը ունենանք եւ արդեն ներդրումային կոմիտեն այդտեղից բխող օրակարգով սկսենք աշխատել։ Հաջորդ ուղղությունը կապված է մարզերի հետ, որովհետև այս ընթացքում տարբեր բնակավայրերում, այսպես ասած, ոտքի վրա տարբեր խոսակցություններ են եղել, մարդիկ տարբեր հարցեր են բարձրացրել։ Ես պլանավորում եմ ամառվա ընթացքում բոլոր մարզերում իրականացնել աշխատանքային քննարկումներ կառավարության արդեն թեմաների հետ առնչվող անդամների մասնակցությամբ, որոնց ներկա կլինեն բնականաբար մարզպետները, համայնքների ղեկավարները, վարչական ղեկավարները, նպատակը հետևյալն է։ Նախկինում իհարկե ես այդ հանձնարարականը տվել եմ, այդ հանձնարարականը արվել է, բայց ինձ համար այդ փաստաթղթերի տրցակում շատ դժվար էր կողմնորոշվել։ Մեզ պետք է գալ եւ մինչեւ սեպտեմբեր որոշում կայացնել ամեն բնակավայրի առաջնահերթ 3 խնդիրների վերաբերյալ, որ պետք է առաջիկայում լուծել։ Ընդ որում շատ կարևոր է եւ ես ակնկալում եմ, որ վարչական ղեկավարները բնակիչների հետ քննարկեն, խորհրդակցություններ անցկացնեն, որտեղ հիմա տեսեք փոքր կամ մեծ բնակավայրում քաղաքացիների մի խումբ բարձրացնում է մի հարց, երկրորդը երկրորդ հարց, երրորդը երրորդ հարցը, չորրորդը չորրորդ հարցը, անհատները տարբեր հանրային նշանակության շատ դժվար է կողմնորոշվել, որովհետև ամեն ինչ մի անգամից լուծել անհնար է, բացառված է, այսինքն չկա տենց տարբերակ։ Մեզ հիմա հարկավոր է, որպեսզի մենք այդ խորհրդակցությունների արդյունքում իրար հետ որոշենք յուրաքանչյուր բնակավայրի այն 3 առաջնահերթ խնդիրները, որոնք առաջիկայում մենք պետք է լուծենք։ Պայմանավորվածությունը պետք է լինի հետևյալը, որ այդ 3 խնդիրները լուծելուց կամ առաջինը լուծելուց հետո այդ եռյակը դրանում է հետևից ու տենց մենք հերթով խնդիրները լուծելով գնում ենք, որպեսզի համակարգված լինի, այդ թվում սուբվենցիոն ծրագրերի մեխանիզմով եւ այդպես շարունակ։ Իհարկե, այս ընթացքում ամենամեծ նորություններից մեկը, որ ես իմացա,
այն էր, որ ըստ էության այս տարի գրեթե բոլոր համայնքները 2026 թվականի համար ներկայացրել են այնքան սուբվենցիոն ծրագիր պլյուս-մինուս մի քիչ, ինչքան նախորդ 8 տարիների ընթացքում են իրականացրել։ Սա մի կողմից լավ լուր է, որ վկայում է, որ նախ ավելի մեծ հավատ կա սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ եւ համայնքների կարողություններն զարգացել են, բայց մյուս կողմից է պետք է հասկանանք ոնց են կողմնորոշվում այդ բազում ծրագրերի մեջ եւ շատ կարեւոր է որ այդ իմ մարզային խորհրդակցությունների ընթացքում մենք նաեւ այդ ծրագրերը նայենք եւ միշտ պետք է համոզվել որ բնակչությունը քաղաքացիները ունեն մասնակցություն այդ ծրագրերի ճշգրտմանը եւ իրականացմանը իհարկե երեք ազգային ժողովում եթե թեմային անդրադարձա կարծում եմ, որ մեր գործընկերները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ պետական եկամուտների կոմիտեի պետք է առաջարկ տան այս մասով, որովհետեւ մարդկանց հետ իհարկե մի քիչ պատկերավոր ես այդ խոսակցությունն եմ ունեցել, երբ որ մարդիկ ամենատարբեր հարցեր են բարձրացրել, ես իրենց առաջարկել եմ հետեւյալը, ասել եմ, որ ես էլ պայման ունեմ եւ այդ պայմանն է որ որևէ մեկը որևէ բնակիչ տվյալ բնակավայրի կամ համայնքի խանութից երբեք առանց հսկիչ դրամարկային կտրոնի դուրս չգա որովհետեւ դա է նաեւ այն գործիքը որով մենք պետք է աշխատենք եւ իրականացնենք ծրագրեր ներառյալ համայնքներում եթե պարզվի որ մենք կարող ենք գործակից ունենալ պետական եկամուտների կոմիտեի մեթոդաբանություններով եւ մեզ էլեկտրոնային գործիքները մեզ ցույց տան թե որ համայնքներն են որ առավել ակտիվ ստվերի կրճատում է տեղի ունենում, այսինքն առևտուրը արձանագրվում է, որտեղ մենք ըստ էության ունենք գնահատականներ թե ինչ կարգի կամ պիտի ունենա պետական եկամուտների կոմիտեն թե որտեղ ինչքան ստվեր կա Եվ այդ ստվերի կրճատման գործակիցը ինքը նույնպես պետք է դեր ունենա, թե մենք համայնքներում ինչ ծրագրեր ենք իրականացնում։ Որովհետև եթե օրինակ բնակավայրում առևտուրը ոնց տենց դանդաղ ստվերային վիճակում մնում է, մենք պետք է նաև դրանով որոշակի քաղաքականություն վարենք եւ մեր բնակիչները, քաղաքացիները այս շրջապտույտի էությունը պետք է հասկանան, ոնց է աշխատում պետությունը, այսինքն հարկեր են գեներացվում, բյուջե է գալիս, բյուջեից հետո գնում դառնում է փողոց, լուսավորություն, դպրոց, մանկապարտեզ Եվ ես կարծում եմ, որ դա հնարավոր է անել, այսինքն ես չեմ հարցնում, ես խնդիրը դնում եմ, որ մենք պետք է ունենանք բանաձևեր, որպեսզի մենք կարողանանք դա լուծել։